Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակի դարպասների մոտ սպասող բոլոր քաղաքացիների մեքենաները տեղափոխվել են 3 վերջին զանգի տոնակատարությունների ընթացքում տարբեր խախտումների արձանագրությամբ։ Թեև նրանք նշեցին, թե իրենց խնդիրը որևէ կապ չունի երեկվա տոնի հետ, սակայն ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքի պատասխանատու Մայիս Դավթյանը մեծ հետ զրույցում հայտնեց, հավաքված անձինք տոնակատարությունների մասնակից օրինախախտ վարորդներն ու նրանց ծնողներն են։ Խնդրում եմ վերջին զանգի հետ կապված մոտեցեք մարդկանց պատասխանեք, ամաչելու բան չկա։ Ասեք ճանապարհային ոստիկանությունը սխալ է որ բերել է կամ ճիշտ է եղել, մենք ձեզանից չենք նեղանա։ Եկեք զրուցեք, ասեք, միգուցե մենք սխալ ենք արել, ասեք այդ հարցում սխալ են արել։ 3 ամբողջ օրվա ընթացքում տուգանային հրապարակ է բերվել 57 տրանսպորտային միջոց։ Մայիս Դավթյանի տեղեկացմամբ միայն մեկ թանկարժեք մեքենա է բերվել օրվա ընթացքում Range Rover Magnishi, որի ղեկին չնայած անչափահաս վարորդ չի եղել, սակայն խախտվել է ուղևորների փոխադրման կարգը։ Շրջանավարտները փուչիկներով կախվել են մեքենայի պատուհաններից։ Չգիտեք, ես պահելու բան չունեմ, բոլոր մեքենաները այստեղ կայանված են։ Ընդամենը մեկ Range Rover մեքենա ունենք, մնացածը միջին կարգի մեքենան։ Անչափահաս վարորդներ ղեկին նստած քիչ ենք ունեցել, 2-3 դեպ, մնացածը եղել են չափահաս վարորդներ, տարբեր երթևեկության կանոնների խախտման համար։ Եղել են, որ իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական կամ այլ փաստաթղթեր։ Այս տարի մայիսի 25-ին նախորդ տարվա նույն օրվա համեմատ ավելի շատ թվով մեքենաներ են բերվել տուգանային հրապարակ։ Նկատեց պահպանվող տարածքի պատասխանատուն եւ կատակեց, գիշերը տեղացող անձրևը վնասել է փուչիկներն ու ժապավենները, թե չէ պատկերն ավելի ամբողջական կլիներ։ Մեր դիտարկմանը, թե յուրաքանչյուր տարի խիստ հայտարարությունների եւ միջոցառումների պակաս չի լինում, սակայն օրինախախտների թիվը ոչ թե պակասում, այլ ավելանում է, Մայիս Դավթյանն արձագանքեց։ Հավատացնում եմ ձեզ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ճանապարհային ոստիկանության գերնպատակը չի պատժել որևէ մեկին։ Ես ցանկանում եմ, որպեսզի մեր ազգաբնակությունը ոչ թե վախենալով անի, այլ հարգի օրենքը։ Ոստիկանության մայորը նշեց, որոշ ծնողներ նույնիսկ նեղացել են, թե իրենք փորձել են երեխաներին ուրախացնել, օրը հիշարժան դարձնել եւ մեքենայի ղեկը վստահել են նրանց։ Միայն մեկ ծնող է շնորհակալություն հայտնել եւ նշել, ոչ մի կերպ չի կարողացել մերժել որդուն։ Սիրանուշ Հարությունյան, Տիգրան Գասաբյան, Gala News Երևան։